Ես կուզեմ նաև այս փուլին անդրադառնալ։ Հիմա փաստացի ասում են, եթե անդամավճարները չկատարեք որպես պարտավորություն, ձայն իրավունքից կզրկվի Հայաստանը, հետո նաև հնարավոր է այդ հեռացնեն այդ ընթացակարգը։ Նայեք, հիմա այս պահին Հայաստանը ինչ անում։ Կարծում ինչ պետք է արվի այս փուլում։ Այս պահին միայն անդամավճարը չի։ Հայաստանը անդամավճարները չի վճարում, Հայաստանը հապկի զորավարություններին չի մասնակցում, Հայաստանը չի հյուրընկալում պլանով նախատեսված զորավարությունները Հայաստանում, Հայաստանը հետ է կանչել իր դեսպանին հապկից, Հայաստանը հրաժարվել է գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ Այսինքն եւ հայտարարում են, որ իրանք սառեցրել են հարաբերությունները այդ կազմակերպության հետ մի ռեժիմ, որը հապկի կանոնադրությունը չի նախատեսում։ Այսինքն կազմակերպությանը անդամ երկիրը դրել է անհասկանալի իրավիճակի մեջ։ Հիմա այդ իրավիճակում կազմակերպությունը ինքն է քննարկում, որոշ նույնիսկ համարձակություն, եթե ասենք դժգոհ են հապկից, չէ, ասենք ասում են մեր սահմանները չեք ճանաչում, հարց առաջը, բայց չի դուրս չեք գալի։ Դիմում ներկայացրեք, ասեք մենք չենք ուզում այս կազմակերպությունը։ Ոչ էլ հետ են անում։ Այսինքն անհասկանալի իրավիճակ են ստեղծել, ճգնաժամ են ստեղծել։ Դե եթե վարչապետը որ գա հարցեք, ինչի չեն դուրս գալի։ Ես չունեմ իր։ Ես ասեցի, որ այդ կազմակերպությունը եւ առասարակ գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում Հայաստանը ստեղծում է անտեղի խնդիրներ։ Այդ թվում եւ հապկի հետ հարաբերությունները։ Եթե ավարտվեց մեկ այլ թեմայով հարց կուզեի տալ։ Պարոն Ղազարյան, անվտանգության խորհրդի նորանշանակ նախագահ Ալեն Սիմոնյանը Facebook-յան գրառմամբ անդրադարձել ազգային ժողովի ընդդիմադիրների մեջ բերեմ ազգային ժողովի ընդդիմադիր Կարդացել եմ, մտահաճբանանը կարդացեք, հա։ Ինչ կարծիք ունեք, որ Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը Հայաստանի անվտանգության սպառնալիք է։ ինչով։ Իր գործունեությամբ, իր կարգավիճակով։ Իսկ երբ որ ինքը սպառնում է, ասում է ամեն անգամ նման բաներից հետո տրորելու եմ ոչ միայն իրենց, այլ առաջին։ Երեք ինքը գրել է, դուք դրանց կարդում եք։ Պետք է, ինչպես ասում է ԲՏԱ նախարարի տեղակալը, իգնոր անել։